Ամերիկայի Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը դեռևս 2021 թվականին, բայց Դոնալդ Թրամփը իր երեկվա ուղերձում չանդրադարձավ նշելով Հայոց ցեղասպանություն ուղերձը, այլ նշեց մեծ եղեռն եւ ինչի հետ է պայմանավորված Թրամփի պահանջը, այստեղ կարևոր եմ համարում նաեւ նշել, որ նույն ինքը Փաշինյանը չի նշում ցեղասպանություն եզրույթը եւ փոխարինում է մեծ եղեռնով, մեկնաբանությունը իհարկե թողելու եմ ձեզ եւ իդեպ ամերիկյան Հայ դատի հանձնախումբը խստորեն դատապարտում են նախագահ Դոնալդ Թրամփի այս նահանջը եւ մեջբերեմ այս խոսքից մեկ հատված նախագահ Թրամփի նահանջը ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից ներկայացնում է խայտառակ ենթարկում թուրքական սպառնալիքներին, մեր երկրի պատասխանատվության խայտառակ նահանջը կանխելու Ադրբեջանի եւ Թուրքիայի շարունակական ցեղասպանական ագրեսիան քրիստոնյա հայերի դեմ։ Այս մասին հայտարարել է Անգայի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, իսկ արդեն մեկնաբանությունը թողում եմ ձեզ։ Լիդիա, նախ ասեմ, որ Միացյալ Նահանգները ճանաչել է Հայոց ցեղասպանությունը դեռևս 1973 թվականին Ռեյգանի կողմից։ Դրանից հետո նաև կոնգրեսի պալատներն են բանաձևեր ընդունել, 19 թվականին երկու պալատներն էլ միաձայն, եթե չեմ սխալվում, Սենատը միաձայն ճանաչեց ցեղասպանությունը, բանաձև ընդունեց։ Այսինքն ամեն տարի արտահայտել չարտահայտելը դա չի փոխում Միացյալ Նահանգների դիրքորոշումը այս չենք կարող ասել, եթե Թրամփը այս տարի չօգտագործեց ցեղասպանություն բառը, դա նշանակում է, որ Միացյալ Նահանգները չի ճանաչում։ Ոչ, այդպես չէ։ Դարձյալ Միացյալ Նահանգները շատ ավելի վաղ է ճանաչել, հենց Ռեյգանը 73 թվականին։ Ինչ վերաբերվում է, ուրեմն, իհարկե, ինձ որպես Միացյալ Նահանգների քաղաքացի եւ հայ ցավալի է եւ հիասթափեցնող է Թրամփի ցեղասպանություն տերմին չօգտագործելը, բայց գիտեք, հեռուն գնալ եւ ասել Թուրքիայի սպառնալիքներին ենթարկվում է Թրամփը, նույնիսկ ավելի կոպիտ բառեր են օգտագործում, վախենում է Էրդողանից եւ այլն, ամենայն հարգանքով Արամ Համբարյանի եւ Հայ դատի գրասենյակի նկատմամբ եւ իրենց գործունեության նկատմամբ եւ գնահատելով իրենց աշխատանքը, այնուամենայնիվ պետք է ասեմ, որ այդպիսի կոպիտ արտահայտություններ նրանք չէին հնչեցնում այն մարդկանց հանդեպ, ովքեր որ իրենց խոստացել էին ճանաչել եւ չճանաչեցին, օրինակ Օբաման, Քլինթոնները, այդ մարդկանց նկատմամբ այդպիսի կոպիտ արտահայտություններ չէին անում, որ վախեցան թուրքերից։ Չի կարելի այդպիսի արտահայտություններ անել, իրականում եթե այսպես զգացմունքային պահը թողում ենք եւ անցնում ենք մի կողմ, իրականում իմ տպավորությամբ Միացյալ Նահանգների նախագահը այսօր քաղաքական ժեստ է արել Թուրքիային։ Ինչու՞։ Որովհետեւ գիտենք, այսօր Թրամփի օրակարգում կան մի շարք գլոբալ խնդիրների լուծման այսպես առաջնահերթ թեմաներ, օրինակ Միջին Արևելքում, օրինակ Ուկրաինայում, օրինակ Իրանի հետ հարաբերություններում եւ այս բոլոր գլոբալ խնդիրների մեջ Թուրքիան ունի իհարկե շատ մեծ նշանակություն եւ շատ մեծ դեր եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թրամփը ինքն էլ է խոստովանում, որ շատ լավ հարաբերություններ ունի Էրդողանի հետ, պարզապես գնացել է քաղաքական պայմանավորվածությունների կամ առևտուր, այսպես ասենք, այսինքն ես տալիս եմ սա քեզ, դու ինձ տալիս ես սա։ Եվ համոզված եմ, որ Թրամփի եւ Էրդողանի զրույցի ընթացքում Հայոց ցեղասպանության թեման շոշափվել է եւ այստեղ մենք տեսնում ենք, թե որքան զգայուն է այն Թուրքիայի համար եւ Թուրքիայի նախագահի համար, բնականաբար ենթադրում եմ, որ եղել է այսպիսի պայմանավորվածություն, ենթադրենք դուք չեք շոշափում ցեղասպանության թեման, մանավանդ կարող է Էրդողանը մեջ բերել օրինակ Հայաստանի իշխանություններին, ասելով, որ մենք հարաբերությունները կարգավորում ենք եւ սա մեծ վնաս կլինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, դուք չեք շոշափում ցեղասպանության թեման, մենք էլ այսինչ հարցում ենք ինչ որ զիջումների գնում, իսկ այնտեղ հարցերը շատ են, սկսած ուրեմն Գազայի հետ կապված թեման, Իրանի հետ հարաբերություններ եւ նաեւ Ուկրաինայի, ինչպես արդեն ասացի, եւ գիտեք, ըստ էության Թրամփը այսօր չասեց, վաղը կարող է ասել, լավ իմանալով Թրամփին, օրինակ եթե օրինակ այդ բանակցությունները Թուրքիայի հետ չընթանան այն ուղով, ինչպես ինքն է ակնկալում, կարող է վաղը ինքը ասենք լրագրողների հանդիպման ժամանակ մեկ հայտարարություն անել կամ մյուս տարի կարող է արտահայտել ցեղասպանություն տերմինը, դրանից ոչինչ չի փոխվում, դա իհարկե զգացմունքային առումով մեզ համար շատ լավ է, բայց իրականում ավելի էական խնդիրներ առաջ քաշում Թրամփի հայտարարության մեջ, որը ի դեպ իմ կարծիքով
բաց է թողնվել, ոչ միտեղ չեմ տեսնում, որ քննարկեն այդ հարցերը։ Մինչև հասնես երկրորդ մասին հարցն եմ ես տալու։ Երրորդ մասին, այո։ Ինձ համար են մի փոքր երեսպաշտության նման է, դե ամեն դեպքում մեր ընկերներն են, հա, եւ ճանապարհն են կանցած նույն անկայի հետ, բայց այ ինչպես ճիշտ ասիր 1983 թվականին Ռեգանը ճանաչեց ընդ որում Քեն Խաչկյանի, այսպես ասենք, միջնորդությամբ եւ այնուհետև երկար ժամանակ, հա, դեմոկրատները Քլինտոն ենք, Օբամա ենք, Բայդեն ենք, ձենձուն չէին հանում 21 թվականին Բայդենը հերթական այսպես ժեստ արեց Հայաստանի հանդեպ, բայց կրկին ես չէի տեսել այդպիսի հա պատասխան, սա ինչ է նշանակում, որ անկան սովոր է աշխատել դեմոկրատ սենատորների կոնգրեսմենների հետ, որովհետև եւ չէ, թե չեմ սխալվում Ֆրենկ Փլոունը եւ Ադամ Շիֆը եւ Շերմանը իրենք դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ են, թե դեռևս չի կարողացել աշխատել նոր հանրապետական ադմինիստրացիայի հետ, ինչ որ կոնտակտներ չի կարողանում գտնի եւ դա է խնդիրը, փորձում է ինչ որ ձևի ուշադրություն սևեռել նոր ադմինիստրացիայի հետ, որ դա անի։ Այո, հասկացա հարցը Տիգրան, այո, իսկապես մեր համայնքի ոչ միայն անկան Հայդատի գրասենյակը, այլ նաև մյուս գրասենյակները կարելի ասել 90%-ով աշխատում են դեմոկրատների հետ եւ իհարկե որոշ հանրապետականների հետ եւս աշխատում են կոնգրեսում եւ այլն, բայց Թրամփի ադմինիստրացիայի հետ ես չեմ տեսել որևիցե կապ, որևիցե հայկական կազմակերպության հետ ընդհանրապես, այսինքն կամ իրենք լուրջ չեն ընդունել ի սկզբանե այդպես չեն աշխատել, կամ էլ նույնիսկ չեն էլ փորձել։ Ես չեմ ասում, որ սա հայ համայնքի մեղքն է, մենք կգանք նաև Հայաստանի իշխանությունների մեղքը կասենք, որտեղ գլխավոր մեղավորը նրանք են, բայց մեր ամերիկահայ կառույցները 90%-ով աշխատել են եւ շարունակում են աշխատել դեմոկրատների հետ, նույնիսկ հիմա Տիգրան, նույնիսկ հիմա, երբ որ Թրամփը նախագահ է եւ իր թիվ 1 թշնամին Ադամ Շիֆն է, այսպես կարող եմ ասել, որովհետեւ նախորդ նախագահության ընթացքում Ադամ Շիֆը այդ նարատիվն էր առաջ տանում, որ իբր Թրամփին բերել են ռուսները, Թրամփը ռուսական գործակալ է եւ այլն, միլիոնավոր դոլար ծախսեցին դրա վրա, Ադամ Շիֆին գլխավորությամբ եւ վերջում պարզվեց, որ կեղծ է եւ սուտ է եւ հիմա Թրամփը օրակարգում Ադամ Շիֆին պատասխանատվության ենթարկելու հարցն է, նույնիսկ հիմա հայերը գովազդում են Ադամ Շիֆին։ Գոնե ինչ որ ժամանակ պետքա որ իրենք լուր մնան, Ադամ Շիֆին չգովազդեն գոնե կամ ցույց չտան, գովասանքի խոսքեր չասեն։ Էլ չեմ ասում այն մասին, որ տեսեք դեմոկրատների համար դրամավակներ են կազմակերպել մեր կառույցները, մեր համայնքի ներկայացուցիչները, այդ թվում նաև Ադամ Շիֆի համար, թող ասեն մեկ դեպք, երբ որ նախագահ Թրամփի համար կազմակերպել են դրամավակ, հանդիպում եւ այլ, չի եղել այդպիսի դեպք։ Մեր Մայք Սարյանը, ով բժիշկ է եւ գործարար, հենց մեր եթերում ասաց, որ մի անգամ ինքը հանդիպել է դեռևս 16 թվականին Թրամփի աղջկա հետ եւ ուզեցել է կազմակերպել դրամավակ Թրամփի համար եւ եկել է այստեղ ոչ ոք չի միացել հայերից, ոչ գործարարները, ոչ կազմակերպությունները։ Եվ այդքանից հետո ակնկալել, որ Թրամփը կարող է ինչ-որ բարեհաճ վերաբերմունք ցույց տալ հայկական համայնքին, իհարկե չէ։ Իսկ ոչ մի աշխատանք Քենեդի, Ռոբերտ Քենեդի ու Թուլսի Հաբարդի չի կատարվում։ Օրինակ գիտենք, որ իրանք հայամետ են, էլի գլոբալ առումով։ Հիմա կարծում եմ այո, իրենց հետ աշխատել են, բայց հիմա իրենց ուրեմն պաշտոնները այնպիսին են, որոնք քաղաքական պաշտոն չէ, այո, քաղաքական կարելի ասել ազդեցիկ պաշտոն է, բայց իր կարծում եմ դա եւս իդեպ ասեմ ոչ մեկի եւ ոչ մյուսի կողմից ընդհանրապես որևիցե հայտարարություն չեղավ X-ում, դա էլ էր հետաքրքիր։ Մի խոսքով, այսպիսի իրավիճակում ենք հայտնվել եւ ասեմ Տիգրան ամփոփելով էս մեր Թրամփի երկրորդ մասն է դա, սա։ Մեր համայնքը Ամերիկա, այո, երկրորդ մասին կանցնեմ։ Հայկական համայնքը գործոն չէ այսօր ցավոք սրտի Միացյալ Նահանգների քաղաքականության մեջ, կարող է դառնալ։ Մեր ձայները հատկապես ասենք այնպիսի նահանգներում, որտեղ այսպես դեմոկրատների եւ հանրապետականների ձայները շատ մոտ են իրար, կարող են վճռորոշ լինել, բայց չկա կազմակերպված այդպիսի ուրեմն համայնք ի տարբերություն օրինակ հрьяաների։ Եվ դա թույլ է տալիս քաղաքական գործիչներին այդքան էլ լուրջ չվերաբերվել հայությանը։ Կալիֆոռնիայում այո լուրջ են վերաբերվում, որտեղ որոշիչ գործոն են, բայց գլոբալ առումով ամբողջ Միացյալ Նահանգները գործոն չենք, բայց կարող ենք դառնալ եւ սա
պետք է դաս լինի նաև մեզ համար, որպեսզի դառնան գործոն։ Հիմա երկրորդ մասի հետ կապված Թրամփի հայտարարության, տեսեք, ինքը ինչ է ասում, երրորդ մասի, այսինքն երրորդ պարբերության մեջ ինքը խոսում է այն մասին, որ իր ադմինիստրացիան շարունակելու է զբաղվել քրիստոնյաների եւ փոքրամասնների իրավունքների պաշտպանության հարցով։ Բնական է, որ այստեղ խոսքը վերաբերվում է ոչ թե 15 թվականի ցեղասպանությանը, այլ վերաբերվում է այսօրվա դեպքերին, իրադարձություններին, դա բնականաբար Արցախն է, Արցախի քրիստոնյաների իրավունքների պաշտպանությանն է վերաբերում, դրա մասին է խոսքը գնում, նույնը ի դեպ կրկնել էր կարծես թե մի փոքր այլ ձևակերպման Մարկո Ռուբիոն եւ անվտանգության հարցն է բարձրացնում։ Այսինքն Թրամփը իր խոսքում կարևորում է այսօրվա իրավիճակը, երբ որ հայ քրիստոնյաները հալածանքներ են ենթարկվում եւ իրենց իրավունքներն են ոտնահարվում, իր ադմինիստրացիան պատրաստ է ուրեմն պաշտպանել, շարունակելու է պաշտպանել այդ իրավունքները, հուսանք առաջիկայում ինչ որ քայլեր կլինեն օրինակ գեյների հարցում կամ Արցախահայերի իրավունքների վերականգնման առումով, տեսնենք։ Եվ նաև մեկ այլ հայտարարություն, այսինքն շեշտադրում է արվում, որ շարունակելու են Հայաստանի հետ ռազմավարական համագործակցությունը։ Տեսեք, եթե այսօր ունենք ռազմավարական գործընկեր Միացյալ Նահանգներ եւ ունենք ռազմավարական դաշնակից Ռուսաստան, երկու խոշոր գերտերություններ եւ նրանք միմյանց հետ այսպես ասած լեզու են գտել եւ փորձում են աշխատել, Հայաստանի համար դա անվտանգության ամենամեծ երաշխիքը կարող է լինել, բայց ոչ մի դեպքում Նիկոլ Փաշինյանի օրոք։ Այստեղ բայցը կա եւ դրա մասին պիտի խոսենք։ Ինչու՞, որովհետեւ եւ Ռուսաստանում եւ Վաշինգտոնում այսօրվա իշխանությունների մոտ ատում են Նիկոլ Փաշինյանին եւ իր իշխանությունը, որ համարելով այն որպես գլոբալիստների ուրեմն հերթական գործիք։ Այսինքն մենք այսօր շանսեր ունենք լինելու գործընկեր եւ Միացյալ Նահանգների հետ եւ Ռուսաստանի հետ լավ բարիդրացիական հարաբերություն եւ այդքանով ապահովել մեր անվտանգությունը, եթե իհարկե հայ ժողովուրդը կարողանա իրեն ընտրել որ ավելի ազգային եւ պահպանողական ղեկավար։